Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Երևանում 1 տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով նախորդին 1 տարեկան 2 ամսական տղա երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին։ Պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է, հաղորդում է ուղարկվել անմիջապես նախարարության կողմից քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ եւ այն անձը, ով որ մեր տվյալներով կասկածում է այդ արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է եւ հանձնվել է քննչական։ Խոսքը խորտ մոր մասին է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ տեղեկությունների երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է եւ բացի փոքրիկից ունի եւս 3 երեխա։ Նրանցից 2-ը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի։ 1 երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր եւ խորթ մոր խնամքի տակ էր։ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում ձնահոսքի հետևանքով մահացած հայտնաբերված քաղաքացին ազգությամբ ռուս էր, նա 37 տարեկան էր։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել ենք, որ 3 առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը եւ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։ Հավանաբար հայտնվել է ձնահյուսի տակ։ Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած տղամարդու դին։ Շարունակենք, Երևանում Իրանի դեսպանատունը տարածել է Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկ ընկերության հայտարարությունը, ըստ որի վիրավորների թվի աճի եւ բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածության պատճառով հրատապ անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ եւ բժշկական պարագաներ։ Կառույցը բոլոր հայրենակիցներին եւ անհատներին, հայկական կազմակերպություններին եւ մատակարարներին հրավիրում է հնարավորինս սեղմ ժամկետում առաքման նպատակով նախաձեռնել նշված պարագաների տրամադրումը։ Բացի այդ, օգնել հնարավոր է նաեւ կանխիկ գումարով փոխանցելով դեսպանատան հրապարակած հաշվեհամարին։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արի Լարիջանիի մահվան մասին Իսրայելի տարածած հաղորդագրություններից հետո նրա Telegram ալիքում գրառում է հայտնվել։ Հրապարակմանը կից տեղադրված է Լարիջանիի ձեռագրի լուսանկարը, որն արվել է իրանցի նավաստիների հրաժեշտի արարողության նախօրեին։ Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հերոսների նահատակությունը հպարտ ժողովրդի անձնազոհության մի մասն է, որը դրսևորվեց միջազգային բռնապետերի դեմ պայքարի այս ժամանակահատվածում, ասված է հաղորդագրության մեջ։ Վերադառնանք Հայաստան, ոստիկանությունն ամփոփել է նախորդ օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Ըստ ամփոփագրի մեկ օրում բացահայտվել է 167 հանցագործություն, մասնավորապես 59 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 16 թմրանյութի հայտնաբերման, 13 մարմնական վնասվածք պատճառելու, 10 ֆիզիկական ներգործության, 7 դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 6 խուլիգանության եւ այլն։ Երևանը ջերմ ընդունելություն է կազմակերպել Հայաստանի հունահռոմեական ոճի իմշամարտի հավաքականի համար, որը պատվով է հանդես եկել Սերբիայում կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Զվարթնոց օդանավակայանում հավաքված երկրպագուները, հարազատներն ու մարզական համայնքի ներկայացուցիչները ջերմորեն ողջունել են թիմին, ընդգծելով նրանց հաջողությունն ու ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում։ Հայաստանի հավաքականը փայլուն արդյունքի է հասել, նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, ինչը թույլ է տվել զբաղեցնել երկրորդ տեղը թիմային հաշվարկում։ Այդ երկրորդ հնարքը, որ սկսեցի անել, դա կոպիտ ասած զապաս է պահել, որովհետև իրանք որ տեսել էին ես դոշից եմ գլորումներս կատարում, վրացու կողերը ամբողջովին յուղել էին ու գիտեի ես, փորձեցի մի պահ բռնեմ, զգացի, որ չի ստացվելու, դրա համար արդեն անցա մյուս տարբերակներին, որը իրանք ոչ տեսել էին, ոչ սպասում էին։ Ամենապարտ գոտեմատը դե բնականաբար եզրափակիչ գոտեմատն էր, հակառակորդս Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն էր, լուրջ մրցակից էր եւ կարողացա ճիշտ գոտեմատի շնորհիվ հաղթանակի նշանը թեքել դեպի մեր կողմ։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին մեր ամփոփիչ թողարկմանը։